Ողջույն, ես Տիգրան Խզմալյանն եմ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահը։ Երկրի և աշխարհի իրավիճակի մասին այսօրվա մեր խոսակցությունը կուզեմ սկսել Հունգարիայի ընտրությունների արդյունքներից։ Բոլորը գիտեք, որ 16 տարի կառավարող նախկին գրեթե հեղափոխական, նախկին ազատական Վիկտոր Օրբանը տարիների ընթացքում դարձավ գրեթե բռնապետ, մարդ, ով չարաշահեց իր իշխանությունը, հարստացավ, իր երկիրը թալանելով, այլ կերպ չի ստացվում, ով ընկերացավ Պուտինի, Ալիևի, Էրդողանի հետ, ով նրանց պատվերով արգելափակում էր Շվեդիայի, Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ, մինչև վերջերս արգելափակում էր Ուկրաինային տրվող եվրոպական օգնությունը, այդ թվում նաև ռազմական և եվրոինտեգրումը։ 16 տարի դա բավական մեծ ժամկետ է, և շատերին թվում էր, որ ոչ մի բան փոխել հնարավոր չէ, որտև և ուժայինները, և մամուլը, և ֆինանսական լծակները բոլորը գտնվում էին այդ փոքրիկ բռնապետի ձեռքում։ Այնուամենայնիվ, երիտասարդությունը նախ և առաջ, քաղաքը նախ և առաջ հաղթեց, և դա սպասելի էր։ Պարզապես մինչև վերջ մտավախություն կար, որ նա, Օրբանը, կգործադրի արգելված լծակները, ուժը, կեղծիքը, նրան դա անել թույլ չտվեցին։ Նա պարտվեց, ջախջախիչ պարտություն էր, գրեթե 2 անգամ քիչ ձայն հավաքեց, քան ընդդիմության թեկնածու Մադյարը։ Եվ սա նշանակում է, որ սա դաս է, նաև մեզ համար, սա նշանակում է, որ ոչ մի բան հավերժ չէ, և այդ հավերժ, հնագույն ճշմարտությունը ժամանակ առ ժամանակ պետք է հիշեցնել, ժամանակ առ ժամանակ պետք է ապացուցել կրկին ու կրկին։ Ես այս օրերին հաճախ լսում եմ տարբեր մարդկանցից, որտև իմ ցանկացած մուտքը, ելքը, հանդիպումը անխուսափելիորեն տանում են դեպի խոսակցություն քաղաքականության մասին, և շատերն ասում են, ինչ կարող ենք մենք անել, ինչ կարող եք դուք անել։ Այդ կարծես անգիր արված անզորության բարդույթը շատ տարօրինակ է։ Ես այսօր փորձեմ հիշեցնել, որ ոչ մի այլ ժողովուրդ այդքան հաճախ չէր, հիմա ես զգույշ կասեմ, ոչ թե ապստամբել, ըմբոստանալ, չէր ըմբոստանում, չէր ոտքի ելնում այդքան հաճախ, որքան հայերը վերջին տասնամյակներին։ 88 թվականից սկսած Հայաստանը դարձել էր ժողովրդավարության օրրան Սովետական Միության համար, և Բալթյան երկրներից մարդիկ գալիս են սովորելու համար մեր պայքարի դասերը, գրի էին առնում այդ նոր ստեղծվող, հիմա կասեն, տեխնոլոգիաները։ Այո, Արցախյան շարժումը դարձավ խորհրդային կայսրության տապալման միգուցե, ինչպես թարգմանել trigger բառը, չեմ ուզում աղտոտել մեր ոսկեղեն հայերենը, առիթներից մեկը, պատճառներից մեկը, որովհետև հայերը ցույց տվեցին բոլորին, որ չեն վախենում կայսրությունից։ Այդ չվախենալու և կայսրությանը վախեցնող երևույթը ամենաթանկն է, ինչ կար մեր պատմության մեջ վերջին տարիներին, տասնամյակներին, և դա է, որ փորձում են խեղդել հիմա, վախեցնելով մեզ։ Մենք չվախեցանք Սովետից։ Եվ հետո, ամեն մի քանի տարի մեկ սկսվում էր այդ ապստամբությունը, ըմբոստությունը ընդդեմ անարդարության։ Հիշենք, արդեն 95-96 թվականին, պատերազմից անմիջապես հետո սկսվեց անարդարությունը, նախագահական, խորհրդարանական կեղծված ընտրություններ։ Իմ սերունդը հիշում է,
96 թվականի ցույցերը եւ բախումները առաջին անգամ Հայաստանում զորք բերվեց ժողովրդի դեմ, դա Լևոն Տեր-Պետրոսյանի փորձն էր, հաջողված փորձը ճնշել ժողովրդական ապստամբությունը։ Դա բերեց 98 թվականի խռովությանը, պալատական հեղաշրջմանը եւ 99 թվականի ահաբեկչությանը, Սպանդին խորհրդարանում։ Նոր իշխանությունը, արյան վրա եկած իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանի, արդեն 2002, 2003, 2004 թվականին բախվում էր ժողովրդի անհամաձայնության, վրդովմունքի, ըմբոստության հետ։ Մենք ոչինչ չենք մոռացել եւ չենք թույլ տա, որ դուք մոռանաք, որ ձեզ ստեն իբրև թե մենք միշտ անզոր էինք, պարտված, թույլ եւ անօգնական։ Ոչ։ Բնավ ոչ։ Այդ զրոյական թվականների ըմբոստության գագաթնակետներ 2008 թվականի մարտի 1-ը, երբ զորքը ոչ միայն դուրս բերվեց, ինչպես Տեր-Պետրոսյանի օրոք, այլ նաև կրակեց Քոչարյանի օրոք։ Հաջորդ տասնամյակը 2008-ից 2018 թիվ նշմարված էր բազմաթիվ ըմբոստություններով, ապստամբություններով, 11 թվականի, 12-13 թվականի բոլոր ընտրությունները անցնում էին գրեթե հեղափոխական ոգով։ Հանուն ինչի։ Մեզ կհիշեցնեն առաջնորդների անունները, ես չեմ տա նրանց անունները, որովհետև նրանք ամենաթույլ օղակն էին այդ ժողովրդական ուժի։ Նրանք փախչում էին, հեռանում էին, գնում էին աղոթելու, պաշտոններ էին ընդունում, վաճառվում էին, կամ փախչում էին վախից։ Մենք, դուք չեք վախեցել երբեք։ Ես խոսում եմ ոչ թե պատմական իրողության մասին։ Սա մեր կյանքն է, սա եղել է մեզ հետ, սա արդեն մի քանի տարի առաջ էր։ Միթե մոռացել եք։ 18 թվականը դա ֆարս էր, հիմա հասկանալի է, որովհետև մեզ կրկին խաբեցին։ Դա նրանք անել կարող են։ Չարաշահել մեր վստահությունը, մեր հավատքը, որ մեր երկիրը կարող է ապագաղութացվել, ազատագրվել կայսերական լծից։ Իշխանության եկած երիտասարդները օրեր անց փոխեցին ծրագիրը եւ հրաժարվեցին ԵԱՏՄ-ից, այսինքն ռուսական, տնտեսական, ռազմական կախվածությունից դուրս գալու իրենց խոստումները։ Կարծես հարսանիքից հետո մենք հայտնաբերում ենք, որ հարսին փոխել են, այլ կերպ ինչպես բացատրել դա։ Եվ սկսվեց գաղութացման հերթական շրջանը, որովհետև եւ Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը, եւ Նիկոլ Փաշինյանը նույն նախկիններն են, որովհետև նրանք բոլորը իրենց իշխանության իրավունքը ճակերտներում ստանում են ոչ թե ժողովրդից։ Ի վերջո պարզվում է, որ նրանք իրենց դաբրոն էլի ճակերտներում ստանում են Մոսկվայից։ Եվ ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է այդ մռայլ, խայտառակ, ամոթալի ավանդույթը։ Ահա ինչի պատճառով մենք ստեղծեցինք Եվրոպական կուսակցությունը։ Ահա ինչու մենք դեմ ենք եւ նախկիններին եւ ներկաներին, որտեղ իրենք նույնն են։ Կրկնում եմ, մեր խորին համոզմամբ Տեր-Պետրոսյանը, որը ասեց, ես զղջում եմ մի բանի համար իմ կյանքում, որ ես իշխանության բերեցի Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Հիշում եք երևի այդ հայտնի ասացվածքը։ Դա ձեզ ոչինչ չի հիշեցնում։ Արդյոք չի հիշեցնում ձեզ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ես զղջում եմ, որ թույլ տվեցի եւ բերեցի փաստորեն ժողովրդի վզին փաթաթեցի Նիկոլ Փաշինյանը։ Դա իմ խոսքերը չեն, դա այդպես թե այնպես ասում էր երրորդ նախագահը։ Ես չեմ առարկում
Ես պարզապես հիշեցնում եմ, որ բոլորը զղջում են մի բանի մասին, որ բերում են հաջորդին։ Եվ վերադառնում եմ Հունգարիա։ Հայ սպայի մարդասպան դայիճին ծախող Օրբանը, Հայաստանին ֆինանսական եւ ռազմական օգնություն արգելափակող Օրբանը կարծում էր, որ նա ունի աշխարհի մեծերի դաբրոն։ Պուտինից պարզում է, որ նա նաեւ ծախում էր նրան արտգործնախարարի միջոցով Եվրոմիության գաղտնիքները։ Նա ունի մինչև վերջի ժամերը ուներ Թրամփի աջակցությունը։ Թրամփը չալարեց իր փոխնախագահ Վենսին ուղարկեց Բուդապեշտ աջակցելու համար Օրբանին։ Նա ուներ Ալիևի, Լուկաշենկոյի, Էրդողանի աջակցությունը։ Էլ ինչ է պետք մարդուն։ Նա պարտվեց, իր ժողովրդին պարտվեց, որտեղ իր ժողովուրդը չի համաձայնվել այդ անգիրարված անզորության բարդույթը պահպանել որպես ախտորոշում։ Եվ սա նշանակում է, որ ձեզ ստիպել են մոռանալ, որ դուք ոչ միայն ավարարի Սարդարապատի առաջին Արցախյան հաղթանակի ժառանգն ու զավակն եք։ Դուք նաև մեր ընդհանուր կյանքում վերջի 4-րդ դարում ձեր մեջ ուժ գտնում եք սևին սև ասել, ստին սուտ ասել, կեղծիքին կեղծիք ասել եւ չհամաձայնվել անարդարությանը։ Ինչն է անարդարությունը։ Այն, որ մեզ փորձում են համոզել, որ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, որ Եվրոպա գնալ մեզ խանգարում է Վրաստանը, Ռուսաստանը, գազը, պամիդորների գները, ժողովուրդ, հայեր, հայրենակիցներ, համաքաղաքացիներ, մենք մեկ անգամ ենք ապրում եւ ինչպես ասվում է մեր օրենքերում մարդ մեկ անգամ պիտ մեռնի։ Չշարունակեմ, ես չեմ առաջարկում, որ մենք մեռնենք։ Ընդհակառակը ես առաջարկում եմ, որ մենք ապրենք արժանապատվորեն։ Այդ մեկ կյանքը մեզ եւ մեր երեխաներին տրված ապրենք ազատ, անկեղծ, չխաբված։ Դուք զգում եք, որ ձեզ խաբում են։ Դուք գիտեք դա։ Եվ ինչպես ժողովուրդն է ասում, թող լավա գեշ ասեն, քան էշ ասեն։ Դա է ձեզ պահում այս բարդույթի մեջ, որովհետև մենք ժողովրդով, ազգով սխալվել ենք եւ չենք ուզում ընդունել, որ մեզ խաբել են։ Այո, մարդուն ավելի հեշտ է խաբել, քան համոզել, որ նրան խաբել են։ Ընդունեք դա ձեր մեջ, պետք չէ ապաշխարել։ Պարզապես մի կրկնեք այդ սխալը, մի ընտրեք չարիքներից նվազագույնը, որտեղ մեր դեմ երկու ուժ է, մեկը ուղիղ ռուսական, մեկը ռուս-թուրքական, նրանք նույնն են։ Շղթաները նույն շղթաներն են, տարբեր գույնի։ Ընտրեք ազատություն, ընտրեք եվրոպական Հայաստան։ Մեր կուսակցությունը դեմ է այս ամեն ինչին եւ մենք միանում ենք մի երիտասարդական շարժմանը, որը բոլորին դեմ է։ Չքննարկենք հիմա դա, այդ մասին առանձին դեռ կխոսենք։ Ես ընդամենը հորդորում եմ, չվախենաք ոչ ոքուց, չհավատաք, որ ձեզնից ոչինչ կախված չէ։ Հունգարիան ապացուցեց, որ ամեն ինչ կախված է ձեզնից, ամեն մեկիցդ։ Մտածեք ձեր գլխով, մի հավատացեք ստերին, խոսքերին մի հավատացեք, գործողություններին հավատացեք, գործերին։ Մենք կորցրեցինք մեր երկրի 1/3-ը ու շարունակում ենք կորցնել մի պատճառով, որովհետև իրենք հետ են պահում մեզ ազատ աշխարհից։ Եվրոպայում լինելով տասնամյակներ մենք չէինք ստորանա այդքան։ Մենք կկարողանանք պաշտպանվել, ինչպես Էստոնիան, Լատվիան, Լիտվան է պաշտպանված, Լեհաստանը, Ֆինլանդիան, Գերմանիան։ Մենք ուժեղ ենք ոչ միայն մեր միասնությամբ, այլ նաև
ռազմաքաղաքական դաշինքով։ Մեզ այդ դաշինքը առաջարկում են։ Ես որպես եվրոպական կուսակցության ներկայացուցիչ երաշխավորում եմ, որ մենք շատ արագ կհասնենք Եվրոպային, եթե դուք չհավատաք կեղծարարներին, ստախոսներին, եթե դուք հավատաք մեզ։ Առայժմ այսքանը։ Մտածեք այդ մասին։ Լավ եղեք։ Ցտեսություն։